Այսօր մեզ է միացել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Հայաստանում ընտրությունների արդյունքների այս պատկերը հավանական համարում եք։ Անհավանական համարելու որևէ առիթ իրականում չկա։ Այսինքն այն ժամանակ էլ մտածել եք, որ այս երյակը կամ քարյակը կարող է լինել։ Դե այո, մեծ հաշվով այո, հենց ԲՀԿ-ի հետ կապված որոշակի վերապահում եղել է եւ որն էլ փաստացի այս պահին էլ կա։ Բայց ընդհանուր առմամբ տվյալները մի քանի տոկոս պլյուս մինուսով ընդհանուր առմամբ ակնհայտ է դեռ նաեւ մինչեւ ընտրությունները։ Իսկ ԲՀԿ-ի լինել չլինելը խորհրդարանում ինչ-որ բան փոխում է մեծ հաշվով։ Ընդհանուր առմամբ բազմազանեցնում է ընդդիմադիր դաշտը, այսինքն երկուսի փոխարեն 3 ընդդիմադիր կուսակցություն է լինում եւ բնականաբար քաղաքական process-ները խորհրդարանում որոշակի առումով ավելի նվազ կանխատեսել են դառնում, հա, որտեղ այնուամենայնիվ ԲՀԿ-ի վարքագիծը որպես երևի թե այդ տեսանկյունից ամենափորձառու քաղաքական ուժ եւ նաեւ նրա դրսեւորած տարբեր մանևրները անցյալ տասնամյակների ընթացքում միշտ թույլ են տալիս տարբեր քաղաքական իշխող քաղաքական ուժերի խաղալ ԲՀԿ-ի վարքագծի վրա։ Այսօր այս առումով բնականաբար ինչ է բնականաբար Հայաստան եւ ուրեմն ուժեղ Հայաստան ուրեմն այս քաղաքական ուժերի հետ կապված մի քիչ ավելի դժվար է ասելը։ Այսինքն ԲՀԿ-ի լինելը կամ չլինելը փոխում է իշխանության օրակարգը խորհրդարանում։ Չի ասել։ Կամ հնարավորությունը, կարողությունների սահմանը։ Ես ոչ թե նվազեցնում է, այլ կարծում որ ավելի բազմազանեցնում է։ Ես այս տեսանկյունից եմ նայում։ Չնայած որ որպես նաև ընտրող շատ ավելի իհարկե ցանկալի կլիներ որ խորհրդարանում նոր ուժեր լինեն ավելի նաև ընդդիմության, հա, շարքերից նոր դեմքեր լինեն, բայց ունենք այն ինչ ունենք։ Արմեն, այսինքն նախկին խորհրդարանի հետ համեմատան մեծ հաշվով բաներ չի փոխվում։ Խորհրդարանական դասավորության։ Չէ, փոխում է, ինչու ոչ։ Նախ իշխող կուսակցության մանդատների թիվն ավելի քիչ է։ Երկրորդը երկու ընդդիմադիր։ Ես ընդհանուր պատկերն եմ ասում, ընդդիմադիր նոր ընդդիմադիր ուժ կարելի է համարել դե լինել են նոր դեմ։ Ուժեղ Հայաստան, բայց արտաքին վեկտորի իմաստով նույնն է ընդդիմության ներկա։ Մեծ հաշվով այո, արտաքին վեկտորի իմաստով այո, բայց այնուամենայնիվ նոր դեպքեր լինել են, ինչ խոսք, եւ նո հետաքրքիր կլինի, եթե իհարկե ընդդիմությունը ընդունի որոշում մանդատները վերցնել գնալ խորհրդարան, որոշակի տարբերություն այնուամենայնիվ մենք կզգանք նախորդ խորհրդարանից, որտեղ տեսեք այնուամենայնիվ ի տարբերություն անցած ընտրությունների հավաքական ընդդիմությունը այս ընտրությունների արդյունքով ավելի մեծ ներկայություն ունի խորհրդարանում եւ կարծում որ դրանով նաեւ process-ները եւս որոշակի առումով ավելի հետաքրքիր կլինեն եւ որոշակի առումով նվազ կանխատեսելի, քան նախորդ դեպքերներ։ Կրկնում եմ, հատկապես Բարգավաճ Հայաստանի վարկագծի մասով որոշակի անորոշություններ կարող են հատկապես նշում եմ իշխանության հետ համագործակցության հնարավորությունը։ Այսինքն ամեն դեպքում արտաքին վեկտորում փոփոխություն լինում է այս դասավորվածությամբ։ Արտաքին վեկտոր ասելով ես նկատի ունեմ ավանդական վեկտորը Հայաստանում։ Ես իմ կարծիքով արտաքին վեկտորում որևէ փոփոխություն ոչ եղել է նախորդ խորհրդարանում, ոչ էլ լինելու է եւ կարող ունել այս խորհրդարանում։ Այսինքն արտաքին երբ որ նշում է արտաքին վեկտորի փոփոխություն, դա կարծում ավելի շատ դրսից հենց արտաքին դերակատարների կողմից ներդրված խոսույթ է։ Հայաստանում արտաքին վեկտորի փոփոխություն չկա, Հայաստանում կա հարաբերությունների դիվերսիֆիկացիա, հարաբերությունների բալանսավորում եւ ուրեմն բալանսավորված համագործակցություն։ Սա է ամբողջ խնդիրը։ Դա բնականաբար օրինակ Ռուսաստանից կարող է դիտարկվել որպես արտաքին վեկտորի փոփոխություն, բայց չեմ կարծում որ այդպես է։ Բա Մոսկվայի ճնշումները նախընտրական շրջանում
Խոսենք նաև հետո ինչ է լինելու դրա մասին։ Ինչով էին պայմանավորված։ Ռուսաստանին պետք չէ դիվերսիֆիկացիան։ Երբ որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին պետք է մոնոպոլիա։ Այո, իհարկե, որովհետև անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը, անգամ Պակիստանի հետ հնարավոր համագործակցությունը դա Ռուսաստանի շահերի հակոտնի է։ Դրանով պայմանավորված Ռուսաստանը չի ցանկանում որպեսզի այդ բազմազան, որովհետև որքան բազմազան են հարաբերությունները, այնքան կախվածությունը մեկ կենտրոնից նվազում է։ Եվ կրկնում եմ, ամենակարևորը նա տնտեսական ուղղությամբ համագործակցությունը Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը։ Եվ այստեղ արտաքին վեկտորի փոփոխության մասին խոսելը կրկնում եմ, էլի արտաքին քաղաքական դրսից ներմուծված քաղաքական խոսույթ է, որն օգտագործվում է նաև ուրեմն ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Դե հիմա Կրեմլից ասում են մենք կսպասենք վերջնարդյունքին, հետո նոր կորոշենք, ինչ ենք հայտարարում Հայաստանի ընտրությունների մասին։ Դա էլ է ձևականություն։ Ոչ, ձևականություն չէ, որովհետև Ռուսաստանը փաստացի ծրագիր ուներ Հայաստանում, ուրեմն իշխանությունը աջակցելով որպես իշխանությունն անցնի իր համար շատ ավելի ընդունելի քաղաքական ուժերին։ Դա ակնհայտ էր։ Տեսեք, այստեղ ամբողջ ինչու չի կարող Հայաստանի պարագայում արտաքին վեկտորի փոփոխություն, դա պարզապես չի կարող։ Եթե ասեմ, եթե անգամ ընդդիմություն էլ գա իշխանության, դա շատ բարդ է լինելու ընդդիմության համար էլ ամբողջ օրակարգը կրկին տանել Ռուսաստանի այսպես թևերի ներքո։ Ինչու՞, որովհետև ոչ Ռուսաստանն է իզորու ապահովել Հայաստանի կարիքների ամբողջ զամբյուղը, ոչ էլ արտաքին որևէ դերակատար։ Եթե այդպես լիներ, Հայաստանը ուզում է թողնել, որ այո, հենց այդ է, Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի մեկ այլ դերակատար։ Այսինքն Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը կարողանա առանձին խնդիրների մասով նոր գործընկերություններ սահմանել եւ դրանով Ռուսաստանից կախվածությունը նվազել։ Ռուսաստանը դրա կռիվն է, բայց միևնույն ժամանակ էլ ինքը չի կարողանում ամբողջովին ապահովել այդ կարիքների զամբյուղը, ինչպես արդեն նշել, ընդ որում որևէ արտաքին դերակատար չի կա։ Եթե օրինակ տեսեք, ամենամեծ կախվածությունը այս պահին Ռուսաստանից տնտեսական եւ էներգետիկ ոլորտներն են։ Այս պահին չկա որևէ արտաքին գործընկեր, որ կարողանա փոխհատուցել այդ կախվածությունը Ռուսաստանից եւ թույլ տալ, որպեսզի մենք իրականում կարողանանք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնել։ Անկամ Եվրոպական միության դեպքում մենք նման նախաձեռնողականության ականատեսը չենք։ Այո, նրանք փորձում են աջակցել առանձին ոլորտներում, որտեղ մենք ունենում ենք խնդիրներ Ռուսաստանի քայլերի պատճառով, բայց արմատական առումով, խորքային առումով այդ այլընտրանքը անգամ Եվրոպական միությունը մեզ չի թույլատրում։ Շատ པարզ պատճառներ։ Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանը գիտակցում է, որ չի էլ կարող, երբ մենք ասում ենք արտաքին վեկտորի փոփոխություն, շատերիս մոտ ընկալում կա, թե այստեղ ուղեփակոցը դնում փակում են, բացում են մյուս ուղեփակոցը։ Չկա այդպեսի բան։ Չկա այդպեսի բան։ Հիմա դա է։ Ընդհանրապես տարբեր ճանապարհներից օգտվելն է դարձել այստեղ վիճահարույց։ Ես հենց դա եմ ասում, քարոզչական խոսույթ է դա, որը կիրառվում է, որը այսպես ներմուծում է դրսից եւ կիրառվում է Հայաստանի։ Լավ, ամեն դեպքում, չգիտեմ, դա հաշվարկված էր, հաշվարկված չէր, դա առանձին խնդիրն է, դա նաեւ ռուսների խնդիրն է, նրանք ինչ քայլեր որ ձեռնարկեցին, ում համար որ դա ձեռնարկում են, օգնեց թե խանգարեց։ Ես կարծում խանգարեց։ Տեսեք, այդ մասին նաև Facebook-ում էլ գրառում արել, փորձը ցույց է տվել, որ հատկապես 90-ականներից հետո եթե շատ չխորանանք, հետ խորհրդային տարածաշրջանը դիտարկենք, նաև արևելյան Եվրոպան, չէ՞։ Որ երկրի վրա փորձ է արվել այսպես շատ կոշտ միջոցներով ուրեմն թելադրել, ընդ որում կապ չունի որ դերակատարն է Ռուսաստանը, թե արևմտյան դերակատար։ Դա ունեցել է հակառակ ազդեցություն։ Օրինակ վերցնենք Վրաստան։ Վրաստանում էլ Եվրոպական միությունը փորձեց, չէ՞, կոշտ միջոցներ, այսինքն ոչ թե դրական օրակարգով միջամտել, այլ կոշտ միջոցներով սպառնալիքներ եւ ունեցանք այն ինչ ունեցան։ Նույնը Հայաստանի պարագայում։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի հաջողման մեխանիզմը տրամագացումն այլ պետք է լինի։ Նա պետք է խոստանար, որ եթե Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կվերականգնի համագործակցությունը Ռուսաստանի հետ, մենք փորձենք վերանայել գազի գները
ավելի էժանացնելով, նվազեցնելով դրանք։ Մենք հայկական ապրանքների համար կտանք նոր հնարավորություններ, չգիտեմ, նորից կվերականգնենք ավտոմեքենաների արտահանումը Հայաստանից Ռուսաստան։ Դեռ նման խոսույթով նրանք կարողանան շահագրգռել, այլ ոչ սպառնալով, փակելով, տարբեր սահմանափակումներ մտցնելով եւ այլն։ Հիմա որտեղ է կանգ առել հայ-ռուսական հարաբերությունը։ Կարծում եմ սպասողական վիճակ է, իշխանության հարցը վերջնականապես հստակեցվելուց հետո, այսինքն երբ որ ընդդիմությունը կընդունի արդյունքները եւ արդեն որոշակի հստակություն կլինի, թե ներքաղաքական process-ներին ճուղությամբ են գնալու, Ռուսաստանը կփորձի վերականգնել եւ իհարկե Հայաստանը եւս իր մասով, այսինքն երկխոսությունը կսկսվի։ Դե հիմա շատ են խոսում մանդատներ վերցնել չվերցնելու մասին, հնչում են կոչեր չվերցնել մանդատները ստեղծել քաղաքական որոշակի վակուում։ Ես միանգամից եւ շիտակ ուզում եմ հարցնել, դա Ռուսաստանն է որոշում։ Չէ, կարծում եմ ոչ։ Կարծում դա հայաստանյան ուժերի որոշելու օրական, որովհետեւ այնուամենայնիվ Ռուսաստանի ազդեցությունը որքան էլ կա, բայց այն այնպես էլ այնքան էլ ուղղահայաց չէ եւ միաժամանակ երեք քաղաքական ուժերի վրա։ Չեմ կարծում, որ այդ ազդեցությունը Ռուսաստանում դա ավելի շատ ներքաղաքական ներքին առանձին դերակատարների որոշելիքն է եւ անգամ կարող է տարաձայնություններ լինել, հա, երկու ուժը որոշի չվերցնել, մեկը որոշի, եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան։ Այսինքն իմ կարծիքով մենք մի փոքր էլ չափազանցնում ենք Ռուսաստանի ազդեցությունը, կարծում եմ այդքան էլ ուղղահայաց չէ եւ այդքան էլ միանշանակ չէ, որովհետեւ նույն օրինակ ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի խոսույթում էլ Ռուսաստանի համագործակցության մասով, Արևմուտքի համագործակցության մասով որոշակի շեշտադրումների տարբերություն կա։ Նույնը ԲՀԿ-ի մասով, ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի վրա Ռուսաստանը այդքան մեծ ազդեցություն ունի, քան ենթադրենք Հայաստան դաշինքի վրա։ Այնպես որ կարծում եմ, որ ներքաղաքական process-ները որքան էլ կա Ռուսաստանի ազդեցություն, բայց դա այդքան էլ ուրեմն խորքային չէ եւ ամբողջական չէ։ Հասկանալի է, քաղաքական կնճիռները ավելի շուտ են հարթվում, բայց ուղիղ դրա հետևանք է նաեւ տնտեսական համագործակցության կամ մեր ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցերը, չէ։ Հիմա էլ ասում են դեկտեմբերին կվերանայենք։ Դա էլ է մի տեսակ խայծի տպավորություն թողնում, թե մինչև դեկտեմբեր բա ինչ է լինելու։ Դե դրա համար եմ ասում, որ Հայաստանի ներսում արդեն ջրերը պարզվեն, աստիճանաբար երկխոսությունը վերականգնվել է։ Այս հարցը պարզ պատասխան ունի։ Արդյոք Ռուսաստանի շահերից բխում է, որպեսզի Հայաստանի Հանրապետություն դուրս գա ԵԱՏՄ-ից, կարծում եմ ոչ։ Եթե նման շահեր ունենային, ավելի վաղ դա կնախաձեռնեն։ Անկամ ընտրություններից առաջ կնախաձեռնեն, որպեսզի շատ ավելի լուրջ խնդիրներ ստեղծեն Հայաստանի իշխանությունների համար։ Բայց իրենք էլ հասկանում, որ կարող է այս կետը անդառնալի կետ լինել։ Այսինքն իրոք կարող է Հայաստանի համար այնպիսի հնարավորություններ բացվել կամ Եվրոպական միությունը այնպիսի հակաքայլեր կարող է իրականացնել, որ ամբողջովին հնարավորություններ ստեղծի Հայաստանի համար Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալ։ Դա Ռուսաստանը հաստատ չէր ուզեն։ Դե դա է պատճառը։ Այդ օպերատիվությամբ, այդ արագությամբ։ Կարծում դա պարզապես այսպես քարոզչական հնարքեր ներքաղաքական process-ների վրա ազդելու, իսկ հետոյի համար հակառակը Ռուսաստանը ամեն ինչ պետք է անի, նույն Ուկրաինայի պարագայում արդյոք նրանք ցանկանում են, որպեսզի նման սցենար տեղ ունենար, չէ՞, հակառակը։ Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը անգամ շանտաժի միջոցով փորձում են Հայաստանին պահել իրենց ուղեգծում։ Շանտաժներից մեկը հենց Ուկրաինայի օրինակը միշտ։ Եվ երբ որ այդ օրինակն էլ բերում են, գիտեք, այսպես քարոզչական էֆեկտը իր բավականաչափ գուցե այդքան խորացված մտածված չէ, հա, սպառում են ինչ է, իսկ ուկրաինական օրինակը ինչ է, Ռուսաստանի կողմից ագրեսիա Հայաստանի դեմ։ Եկեք հիմա Հայաստանի ցանկացած քաղաքացու հարցրեք, ինչպես կվերաբերեն ուրեմն Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը։ Որ մի քաղաքացին կպաշտպանի, կապ չունի, որ դա Ռուսաստան է, որևէ կապ չունի։ Անկախ հանրապետություն է, անկախ քաղաքացի այդ հանրապետության, որևէ երկրի համար արտաքին ագրեսիան անընդունելի է, եթե անգամ կրկնում դա Ռուսաստանի դաշնությունն է։ Այսօր
շնորհավորանքների թվում ստացվել է նաև Իրանի պաշտոնյաների շնորհավորանքը եւ կա մի հետաքրքիր ձևակերպում արտգործ նախարարի հայտարարության մեջ, որ մենք Հայաստանի արտաքին քաղաքականության հակադրվելու մտադրություն չունենք։ Հետաքրքիր ազդակ է, չէ՞, այս ֆոնին, հատկապես ռուսական գործողությունների ֆոնին։ Երևի այդ նպատակով էլ ասում են, չէ՞, Իրանում։ Որովհետեւ եթե այդպես լիներ, ապա Իրանը եւս չէր շտապի շնորհավորել, այլ կսպասեր Ռուսաստանի պես, բայց իրանական կողմը ավելի խելամիտ է գտնվում եւ այս իրավիճակում ավելի ճիշտ է կողմնորոշվում։ Ընդ որում այստեղ երկու շատ կարևոր հանգամանք կա, որովհետեւ տեսեք, այնուամենայնիվ իրանական կողմի համար էլ, հա, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում միշտ եղել է մրցակցային, որքան էլ իրենք ունեցել են այսպես բավականաչափ սերտ հարաբերություններ, անգամ առանձին հարցերում ներդաշտակ են խաղացել, դիցոք օրինակ ասենք թրիփ նախագծի մասով երկու երկրների շահերից էլ դա ըստեյության չի բխում, բայց իրանական կողմը շատ ավելի խելամիտ է գործել այս պարագայում։ Հիմա էլ կարծում եմ նույն տրամաբանությամբ են աշխատում, մանավանդ երբ որ Իրանը ունի Միացյալ Նահանգների հետ այս բային երկխոսություն եւ չի բացառվում, որ նրանք փորձեն որոշակի փուլում թրիփի հարցը, այսինքն իրանական կողմը դարձնել Միացյալ Նահանգների հետ սակարկության օրակարգի հարց։ Դրանով նրանք բնականաբար ոչ թե պետք է արդեն խոչընդոտեն Հայաստանին, այլ հակառակը պետք է աջակցեն Հայաստանին, բայց նախագծի հեռանկարը փորձեն քննարկման առարկա դարձնել նաև Իրան-Միացյալ հարաբերություններ այս երկկողմության։ Այսինքն այս շրջանակում իրենք էլ լինեն։ Այո։ Ինչը մեծ համար բնական է, չէ՞։ Բնական է եւ կարծում եմ դրական է։ Որովհետեւ եթե իրանական կողմը ամենակարևոր դերակատարներից է եւ հենց իրանական կողմը դիրքորոշումը այստեղ շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն նախագծի իրականացման, այլ ավելի լայն առումով ապաշրջափակման գործընթացը, որտեղ դա նշանակել է նաև Հայաստանի եւ Իրանի միջև ուղիղ երկաթգծի առկայություն։ Մի շատ կարևոր հանգամանք է Իրանին վերաբերող։ Կարծեմ հենց ձայների հաշվարկման օրը, երբ ընտրությունները ավարտվել էին, հրթիռները նորից գնացին դեպի Իրան, չէ՞։ Եթե օրը չեմ սխալվում, խնդրում եմ ուղղես արում։ Նույն օպերատիվությամբ կանգ առավ այդ հարվածները։ Չգիտեմ, ինչի միջամտությամբ կամ ինչը բացահայտեց, որ պատերազմով շարունակել նորից հնարավոր չէ։ Ինչ տեղի ունեցավ։ Այստեղ տեսեք, հարվածը մեզ համար իհարկե կարևոր է, չէ՞, ի վերջո։ Այո, բայց այստեղ տեսեք, այո, ընտրությունների օրն էր հունիսի 7-ին, հարվածները խորհրդանշական են, որտեղ Իսրայելը խախտել էր հրադադարի պայմանավորվածության եւ շարունակում է խախտել հրադադարի պայմանավորվածության կարևորագույն կետերից մեկը Լիբանանի տարածքում շարունակում է գործողությունները։ Իսկ ինչու գործողությունը սահմանափակ եղավ, իհարկե իրանական կողմը ինքը մոտ 2 տասնյակ հրթիռ արձակեց, Իսրայելը պատասխանեց, բայց դրանով գործողությունը կանգնեց, որտեղ կա Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումը, որը հակված չէ, որպեսզի պատերազմը վերսկսվի։ Իսկ Իսրայելը միայնակ չի կարող ուրեմն վերսկսել պատերազմը։ Ռուբինը այսօր է ասել, մենք համաձայնություն ու կարող է գնանք առանց Իսրայելի։ Վերջին օրերին իդեպ նկատում են խորքային տարաձայնություններ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Իսրայելը չի ցանկանում, որպեսզի գործարքը կայանա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգներն էլ հակված չէ պատերազմի վերսկսման։ Դեռաբար դրանով իհարկե գուցե գործարքը չկայանա, անընդհատ ձգձգվի, բայց քանի դեռ Միացյալ Նահանգներում որոշում չի փոխվել, Իսրայելն էլ միայնակ իզորու չէ վերսկսելու պատերազմը, Իրանը իր հերթին եւս պատրաստ չէ սկսելու ռազմական գործողությունները։